Առաջին դեպքն է սա, որ իմ պարտականությունները, մասնագիտական պարտականությունները կատարելու համար ես կարող եմ հայտնվել մեղադրյալի աթոռին։ Հարգելի հեռուստադիտողներ, հենց հիմա մեր ետնավասում ոստիկանները փորձում են սադրել։ Լրագրող Անուշ Միրզոյանը մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել Սյունիքում վարչապետի դեմ բողոքի ցույցերը լուսաբանելու համար։ Խոսքը 4 տարվա վաղեմության դեպքերի մասին է, երբ Նիկոլ Փաշինյանը Սյունիք էր այցելել ու նրան դիմավորել էին բողոքի ցույցերով, հայհոյանքներով ու սուլոցներով։ Այս իրադարձությունները ուղիղ եթերում լուսաբանում ու պատմում էր Զանգեզուր TV-ի լրագրող Անուշ Միրզոյանը։ Մեղադրանքը հետևյալն է, որ ես իմ լուսաբանմամբ օժանդակել եմ այդ, չգիտեմ, խուլիգանություններին կամ անկարգություններին։ Ինչ է արել, որ օժանդակել է, ինչ է ասել, որ իրավապահները համարում են քրեորեն պատժելի եւ անկարգությունները հրահրող։ Ի վերջո քիչ չեն դեպքերը, երբ լրագրողները լուսաբանում են վարչապետի դեմ բողոքի ցույցերը, որոնք ավարտվում են քրեական գործերով։ Ինչու են հենց այս դեպքի վրա կանգ առել։ Քննչական կոմիտեից այդպես էլ չեն բացատրում, չեն մանրամասնում։ Ազատության հարցերին ընդհանուր են արձագանքել, նշելով միայն քրեական գործի ու առաջադրված հոդվածի մասին։ Ես օպերատորի հետ այնտեղ ուղղակի հեռարձակել ենք, այն ինչ կատարվում էր։ Սյունիքի ակցիաներն այդ օրը լուսաբանում էր Զանգեզուր TV-ն, մյուս լրատվամիջոցներն էլ, Ազատությունն էլ Երևանից այդ դեպքերի մասին ռեպորտաժ էին պատրաստում օգտվելով Զանգեզուր TV-ի կադրերից։ Նախաքննության շահերից ելնելով Անուշ Միրզոյանը քննիչի հիմնավորումների մասին առայժմ չի ուզում հրապարակային խոսել, բայց ասում է մեղադրանքի հիմքում այն է, որ ինքը լուսաբանել է, պատմել է եթերում ու մարդիկ տեսնելով, լսելով եկել են դեպքի վայր ու մասնակցել այդ իրադարձություններին։ Փաստացի ստացվում է, որ նախադեպ է ձևավորվում եւ ոչ միայն ես, պայմանականորեն նաեւ դուք ձեր հեռուստաընկերությունը կամ այլ հեռուստաընկերություն, եթե նույնիսկ Երևանում օրինակ տեղի ունենան, չգիտեմ, պայմանականորեն ասենք որևէ հավաք։ Լրագրողը գնում է խաղաղ ակցիա լուսաբանելու եւ չգիտի թե ինչ կլինի հետո։ Հիմա որ լինի եւ դա լուսաբանվի եւ ուղի եթերով եւ տարբեր տեխնիկական միջոցներով, փաստացի ստացվում է, որ այդ լրագրողները եւս ինչ որ օժանդակել են, որ այդ խուլիգանությունը կամ անկարգությունը տեղի ունենա կամ ինչ որ մեծ թափ հավաքի։ Քննիչը ընդհանուր պահանջել է, որ վարչական հսկողություն կիրառվի լրագրողի նկատմամբ։ Դատարանը մերժել է, բայց երկրից հեռանալ չի կարող։ Խափանման միջոցի քննությունը փակ դռների հետևում է։ Լրագրողները չեն կարող մասնակցել։ Փաստաբանը, որ ներկա է եղել այս նիստին, մեղադրանքը անհիմն է որակում։ Աբսուրդ։ Այն են ասում, որ դուք միակն եք այդ օրը, որ այդտեղ եք եղել, միակ լրատվականն եք եղել, որ այդ օրը Սյունիքում եք գտնվել, եւ դրանով փորձել եք ուղիղ հեռարձակման, այսպես ասած, օժանդակել այդ զանգվածային անկարգությունը, այսինքն մարդկանց տեղեկացնել դրանց մասին, որ մարդիկ դուրս գան, բայց սա չի կարող էլի դիտվել որպես այդպիսի մեղադրանքի հիմք, որովհետեւ մարդը մասնագիտական գործունեությունն է իրականացրել։ Կառավարության ղեկավարի դեմ բողոքի ցույցերը լուսաբանած լրագրողին մեղադրանք առաջադրելով վտանգավոր նախադեպ են ստեղծում մյուս լրագրողների համար, կարծում է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ Հանրահավաք է տեղի ունենում եւ հանրահավաքի ընթացքում ինչ որ X միջադեպ է տեղի ունենում, չգիտեմ, ծեծ է տեղի ունենում կամ հակաիրավական, որ կգնահատվի հակաիրավական եւ դա լրագրողը դա մեկնաբանում է, դուք օժանդակում եք այդ ամեն ինչին։ Որը դա չի կարելի ոչ իրավաչափ, ոչ մարդկային, դա աբսուրդի բառից է արդեն։ Ես բնականաբար լուսաբանելու ընթացքում չեմ արել այն, ինչ օրինակ արել են այն մարդիկ, ովքեր գտնվում էին այդ գործողությունները իրականացնելիս կամ ուղղակի ներկա էին։ Սյունիքի այս բողոքի ակցիայի գործով շաբաթներ առաջ ձերբակալվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Գասպարյանը։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ խուլիգանություն կազմակերպելու համար, տնային կալանքի տակ է։